Սիրելի հայրենակիցներ, լրություն դալիճում, լրություն։ Սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք ներողություն խնդրել այս իրավիճակի համար, ես պատկերացնում եմ, որքան տհաճ է ձեզ լսել եւ տեղից արվող կոմենտները եւ ազգային ժողովի նախագահի այսպես սրամտությունները, ինչևէ ունենք այն ինչ ունենք այս ազգային ժողովը։ Այս դահլիճում երկու օր է քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եւ մինչ բյուջեի կատարողականի շրջանակներում այս դահլիճում հնչում են սպառնալիքներ, հոխորտանքներ, եկեղեցու, քաղաքական ուժերի, հանրային գործիչների, գործարարների, հեծի սովորական աշխատակիցների հանդեպ մեր շուրջ խորանում են աշխարհաքաղաքական ճգնաժամերը։ Ու այստեղ հարց է առաջանում, դուք ադեկվատ եք։ Հա սովորական շարքային քաղաքացու մոտ հարց է առաջանում, ադեկվատ եք։ Դուք իսկապես չեք տեսնում մեր կողքը ինչա կատարվում։ Դուք իսկապես չեք տեսնում ինչ զարգացումներ են։ Եթե դա էլ մի կողմ թողնենք, լավ, հանգիստ եք, հայր ասած արխային եք։ Դուք ադեկվատ եք, երբ այս ամբիոնից գալիս եք եւ հոխորտում եք սեփականության ազգայնացման մասին։ Ես չեմ կասկածում, անելու եք, խլելու եք, ու ձեր շարքերում եղած գործարարների, այն որ օրը մեջ մի հատ սուպերմարկետ են բացում ու չգիտեմ ինչ գույքեր են ձեռք բերում, պետք եղավ իրանցնել եք ազգայնացնելու, ձեր էստեղի նստած գործարարներին եք ազգայնացնելու, բայց հասկանում եք, թե դրանով ինչ լուրջ հարվածի տակ եք դնում առկա եւ հնարավոր ներդրումները։ Ցանկացած ներդրողի համար բազմաթիվ գործոնների հետ մեկտեղ կա մի քանի չափանիշ։ Այդ պետք չի բիզնեսմեն լինես, որ դա հասկանաս։ Կայունություն, կանխատեսելիություն, վստահելի իրավական համակարգ։ Հիմա գործադիրի ղեկավար ու իր հրահանգով մի քանի падգամավորներ, որ այստեղից ասում են, տեսեք ինչ ենք անելու, հեսա հեծը ազգայնացնելու ենք։ Հիմա ներդրողի համար կանխատեսելին ո՞րն է։ Մի բան, որ այս երկրում ոչ մի բան կանխատեսելի չի, որ այս երկրում որևէ բան կայուն չի։ Հետո այս ներդրողը, որ ուզում է Հայաստան գա ինչ-որ ներդրում անի, մի հատ էլ ցենց շրջվում է, նայում է մեր իրավապահ համակարգին, ասում է, որ այս իրավական համակարգը ամբիոնից մատ թափ տվողի հրահանգներն է անում, ուրեմն իրավական երաշխիքների մասին էլ խոսք չկա։ Հետո այս ներդրողով պտտվում է, նայում է վրացական սահմանին, տեսնում է, որ Հայաստանից ապրանք արտահանող մեքենաները օրերով, շաբաթներով կանգնած են Վրաստանի սահմանին եւ տրանզիտային երկիրը, մեր բարեկամ տրանզիտային երկիրը ինքն է որոշում, թողնի մեր ապրանքը թե չէ, որակը լավն է թե չէ, թողնի թե չէ։ Ու եթե հանկարծ մի քանի մեքենա, 3 առաջ օրը 33 մեքենա անցել էր, մարդիկ ու պատասխանատու պաշտոնյաները աչքալուսանք են իրար տալիս, ասում են, տեսեք, անցան մեքենաները։ Հիմա հարց, ինչպես կկոչեք մարդուն կամ կազմակերպությանը, որ այդքանից հետո կորոշի Հայաստանում ներդրում անել, արկածախնդիր, անհեռատես, չգիտեմ, որոշեք, շարունակեք ինքներդ։ Ուղղակի մի թիվ բերեմ, որ հասկանալի լինի, որ միջև այս հայտարարությունները ուղղակի ներդրումներն արդեն ինչ վիճակում էին։ 23 թվականին ուղղակի ներդրումները եղել են 584 միլիոն դոլար, նախորդ տարի եղել են 138.5 միլիոն դոլար։ Ուղղակի ներդրումների մասին է խոսքը։ Սա ուրեմն խոսում է այն մասին, որ արդեն իսկ ներդրողները Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ կապված անհանգստություններ ունեն քաղաքականության հետ կապված, սրանից հետո ես պատկերացնում եմ, թե ինչ է լինելու, բայց եթե սրան զուգահեռ այդ ներդրողը մի հատ էլ չհալարի ու ուսումնասիրի գործադիրի ղեկավարի Facebook-յան էջը, կհասկանա, որ երկրում ամեն ինչ այնքան անլուրջ է, որ աշխարհաքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում մեր իշխանությունները մոմը ձեռքներին կուսության հարց են որոշում։ Գալով գործադիրի ղեկավարի Facebook-յան գրառումներին։ Մի ժամանակ գոնե իրավական ոլորտին տիրապետող մի օգնական ունեիք, որ քննիչների փոխարեն որոշումներ էր գրում ու ձեռքի հետ էլ երևի թե իրավական ոլորտի խորհուրդներ էր տալիս։ Հիմա մի խելքը գլխին ու համարձակություն ունեցող օգնական չունեք, որ զգուշացնի, որ այդ գրառումները վաղը քրեական գործերի հիմք են դառնալու։ Կամ զգուշացնի, որ 2 օր անընդմեջ իրար հետևող քաղաքական հետապնդում իրականացնելու գրառումները առերևույթ
գոնե քրեական օրենսգրքի 441 հոդվածի առիթ են։ Կամ մտածում եք այդ խեղճ քննիչների ու դատավորներին ինչ լուրջ փաստի առջև եք կանգնեցնում։ Ձեր անօրինական հրահանգների պատճառով այս մարդիկ օր ու գիշեր մտածում են ինչ հորինեն, որ կարողանան այսպես բերեն իրար կպցնեն ինչ-որ մի քրեական գործ։ Դուք հասկանում եք, որ անլրջացնում եք իրավական համակարգը։ Օրինակ Սամվել Կարապետյանի հանդեպ հարուցված աբսուրդի հասնող եւ իրավունքի հետ կապ չունեցող մեղադրանքը դրա ապացույցն է։ Մեր ձևերով մասնակցելու ենք եկեղեցու պաշտպանությանը։ Հա մենք էլ ենք մեր ձևերով մասնակցում եկեղեցու պաշտպանությանը։ Մի հատ քրեական գործել հարուցեք մեր մնացածի հանդեպ։ Ես հասկանում եմ, որ այս ամենը գործադիրի ղեկավարի միակարձագանքն է մեր երկրի բարդագույն իրավիճակին, ուղիղ ցուցումով քրեական հետապնդումները հասկանալի է, որ ընդհանրապես մոտեցնելու են այս իշխանության տրամաբանական վախճանը, որովհետև այս ամենը հեռուն տանող ոչ իրավական process է, դա անհետևանք չի մնալու։ Հիմա ուզում եմ դիմել իրավապահներին։ Դուք որքան եք լուր, անձայն կատարելու անօրինական հրահանգները, ձեզ համար կարմիր գիծ կա, որն է այդ կարմիր գիծը, կամ եթե չկա, ասեք իմանանք, դա էլ է խաղի կանոն։ Եղել են երկրներ, որոնք այդ կանոնով առաջնորդվել են, բայց թե վերջում ինչ է եղել այդ երկրների իշխանությունների ու նրանց հլու հնազանդ ենթակաների հետ ինձանից լավ գիտեք։ Հիմա կասեք, ըստ շրջանառվող լուրերի, ԱԱԾ ղեկավարը փորձեց չենթարկվել ապօրինի հրահանգին եւ հեռացվեց աշխատանքին։ Ուրեմն իրավապահ համակարգի հարգելի ներկայացուցիչներ, հիշեք, որ որպես քաղաքացի եւ որպես իրավական ոլորտի մասնագետ դուք պաշտոնանկ եք արվել հենց այսօր կամ միգուցե 3 դրա նախորդ օրը, երբ լուր անձայն մասնակից եք դարձել ապօրինի հրահանգներին, մեր հայրենիքը, եկեղեցին, ազգային արժեքները կազմականելու անպատիվ գործին։ Ավելի ճիշտ, դուք ինքնապաշտոնանկվել եք։ Արտահերթ ելույթով հանդես կգամ ես։ Գնացեք, ուրեք եք, ձեր մասին եմ խոսալու։ Գնացեք, լսեք, լավ, կաբինետում կլսեք։ Տիկին Էլինա Վարդանյանը ԲՀԿ-ի ժամանակ շատ խոստումնալից պատգամավոր էր, թե հետո ինչ եղավ այս գործիչի հետ, տենց էլ չհասկացանք։ Լավ։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, նախ մի քանի արձանագրում է պետք անել։ Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկը, որևիցե տեղ եկեղեցու հետ որևիցե խնդիր չունի։ Հավատքի հետ ոչ որևիցե խնդիր չունի եւ այս խոսակցությունը վերաբերվում է հենց այն ամենակարևոր բանի առողջացմանը, որի մասին տարիներով